Պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել եւ ելույթի ընթացքում մի քանի ուշագրավ հայտարարություններ արել, նախ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինի կիրառմանը եւ Նիկոլ Փաշինյանը Ալիևին առաջարկում է պարզաբանել, ասում է թող պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով, որովհետև ըստ Հայաստանի վարչապետի դա տարածքային պահանջի տպավորություն է թողնում Հայաստանից։ Էնի նկատի ունի, ինչը որ ստորագրել ես։ Անխոչնդոտ անցում ապահովելու փաստաթղթի տակով է ստորագրել։ Նիկոլ Փաշինյանի հարևանը, Նիկոլ Փաշինյանն է ստորագրել։ Այդ որ մենք մեր ելույթների ժամանակ ասում էինք անխոչնդոտ բառը առհասարակ չի կարելի կիրառել, որտեվ անգամ մենք իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի անխոչնդոտ չենք երթևեկում մեր ճանապարհներով, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեր առջև խոչընդոտ է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները։ Մենք կարող ենք խախտել ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները եւ մնալ անպատիժ։ Ոչ, մեր խոչընդոտը ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններն են, մենք լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բայց եթե դու անխոչընդոտ անցման ներքո ստորագրություն ես դնում, ուրիշ ինչ ես ակնկալում։ Ինչ ես դրանով դու ակնկալում։ Զանգեզուրի միջանցք ես տվել, վրեդ խաբար չկա։ Սա մեր խնդիրն է, սա իրականում էլիտայի խնդրեմ է, սա վերնախավի ճգնաժամի մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը։ Եթե հայ ժողովուրդը չկարողացավ հավասարարժեք պատասխանել այս մարտահրավերին եւ 2026 թվականին էլիտաների փոփոխությամբ չզբաղվեց, ապա 2026 թվականին ամենաաղետալի իրողություններով պայմանավորված, եթե նրանք վերընտրվեցին, հաջորդ արտահերթ կամ համապետական ընտրություններին օտար պետություններ են որոշելու, ով Հայաստանի Հանրապետությունում ծանրակշիռ քաղաքական ուժ կարող է լինել, ով ոչ, ոնց որ մինչև այդ ռուսներն էին որոշում։ Իսկ այս անգամ ով կորոշի։ Այս անգամ թուրքերը կորոշեն։ Այս անգամ Թուրքիան կորոշի։ Չեք տեսնում քաղաքականության մակարդակը։ Չեք տեսնում նրանց խորհրդատվական գործունեություն, ծառայություններ մատուցողների որակները ինչպիսին են, որ այսպիսի որոշումները, եթե բարձրակարգ են, ապա ինչ տարբերություն բարձրակարգ խորհրդատվություն երկրի ղեկավարը ստանա եւ դա չլսի ու չանի, թե ուղղակի շատ ցածրորակ խորհրդատվություն ստանա ու դա անի։ Երկուսի պարագայում էլ աղետալի իրողությունները անխուսափելի են։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը, որ կոգնիտիվ դիսոնանսի մեջ է ընկել, ինչա որ իր երևակայական իրական Հայաստանը գետնի վրա իրողությունների հետ չի համընկնում, դա Նիկոլ Փաշինյանի մասնավոր խնդիրն է։ Բայց ի դժբախտություն մեզ, նա իր պաշտոնների կարգավիճակով, պաշտոնեական դիրքի կարգավիճակով իր ներքին հուզումները փաթաթում է ժողովրդի պարանոցին։ Սթափվել է պետք։ Կամ նրա արդարադատության նախարարը այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ թվում է թե մոլորեցնում է իրեն շրջապատած լրագրողներին, չի էլ հասկանում, որ գործ ունի հանրության հետ։ Ինչ է նշանակում, որ դուք պատմությունից չեք կարող ջնջել անկախության հռչակագիրը, չեք էլ պատրաստում, չեք էլ կարող։ Դուք իրականությունից չեք կարողանալու ջնջել անկախության հռչակագիրը։ Պարոն Սիմոնյան, բայց երբ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, ուզում Ալիևից, սա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները հենց այնպես ճանապարհ չեն տալիս Ադրբեջանը։ Չի նշանակում։ Ստորագրել է, փաստաթուղթը կա, Ալիևն է կարա պարզաբանի, կասի եղբայր, ես դու չես ստորագրել անխոչընդոտ։ Բայց ասում են ինքնիշխանություն, իրավազորության։ Այ քեզ բան, հիմա այդ տարածքը մեր համար Զանգեզուր է։ Հիմա դու վրացիներին ստիպելու ես, որ քեզ սոմխեթի չասեն։ Աննենց մատների արանքով Նիկոլա նմաններին կխաղացնի, որ քեֆներդ կբերի։ Կասի այդ ինչի որ Գերմանիային երբեմն Ալմանիա են ասում կամ երբեմն ասում են Deutschland, գերմանացիները իրանց պատե են տալիս։ Այդ մենք ենք սխալ, որ Ադրբեջանին Ադրբեջան ենք ասում, չենք ասում Շիրվան։ Դրա համար էլ քթներիցս ինքն է բերելու, ասելա այս տարածքի անունը մենք Զանգեզուր ենք ասում, դուք ասեք Սյունիք։ Բայց դրանից փաստը փոխվում, հա։ Ես դու չես գրել անխոչընդոտ։ Ինչ ես քեզ ճղում ընկեր։ Դու ես չէ գրել անխոչընդոտ։
Էդ էլ Իլհամ Ալիևը քեզ կպարզաբանի, սպասի կպարզաբանի։ Բայց դրա բացատրությունն էլ է տրում, ասում են անխոչնդոտ, որ արհեստական խնդիրներ չառաջացնեն օրենքի շրջանակներում, եթե անցնելու ենթակա է անցնի։ Այդ դեպքում սոված էին, որ արհեստական բառը կուլ են տվել։ Թող գրեին արհեստական խոչընդոտներ։ Անխոչընդոտ նշանակում է առհասարակ ոչ մի խոչընդոտ չկա։ Մենակ արհեստականները չեն, այլ նաև պատշաճ խոչընդոտներ, որ պետքա լինեն, դա էլ չկա։ Բացատրություն չկա այն քաղաքականությանը, որը որ նրանք վարում են այսօր։ Բացատրություն չկա, չեն կարալու խաղեր տան։ Խիստ վտանգավոր գործընթացների մեջ են մցրել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վտանգների մասին է խոսքը։ Այն վտանգների մասին է խոսքը, որ կապիտալիզացրել են մի իրավիճակ, որ անգամ եթե մենք մեր մեջքը շտկենք, կարողանանք ավելին ուզել մեր արժանապատիվ խաղաղության սկզբունքներից, մեզ վերադարձնելու են քիթներս մզացնեն այդ ստորագրություններով։ Հետո երբ որ չուզենան քիթներս մզվի, ստորագրությունից դուրս գանք, ասելու են դե բոյկոտող կողմը դարձավ Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլ Փաշինյանը առնվազն ական է դրել Հայաստանի Հանրապետության տակ բոյկոտող կողմ հեռանկարի։ Թողականջներին օղան են, որ Հայաստանի Հանրապետության բոյկոտող կողմ հեռանկարի ականը դրել է Նիկոլ Փաշինյանը։ Առնվազն մնացած ահասարսուր բաների մասին չեմ էլ խոսում, որ ոչ էլ բոյկոտում, այլ այդ միջանցքը տալիս է ուղղակի։ Էդ էլ ահասարսուր մոդելը հավանական ապագայի։ Ինչ իրավիճակ է ստեղծվելու, որ հայկական կողմը բոյկոտի։ Օրինակի համար Միացյալ Նահանգների այդ outsource իրականացնող կազմակերպությունը, թուրքական կազմակերպությունը առնում, բերում է թուրքախոս ամերիկացիների կանգնացնում այդտեղ, 50% գումարը վերցնում է, ամբողջությամբ տրաֆարետներով, կահավորումով, բանով, ադրբեջանա-թուրքական ձևով է իրականացնում, նարրատիվների պայքարում հաղթում է, վաղ մյուս օր էլ մի հատ փռշտոցիդ համար պատերազմը հայտարարում, վերցնում է ու հիմնավորում է, որ այդ տարածքները իրանցնա։ Ինչ պետք է անես, որ ալցյան ես գնալու, որտեղ ես գլուխը թակելու, ումով ես ինչ ապացուցելու։ 220,000 քառակուսի կիլոմետր Հայաստանից մնացել է 29,000-ը, ինչ ես կարողացել ապացուցես, որ քոնն է։ Այն ինչ որ քոնն էլ ոչ վաղ անցյալում էդ էլ տարան չես էլ կարում դրա մասին խոսես։ Սյունիքի մասին ես կարողանալու խոսես։ Ժամանակին, երբ որ Կարսից դուրս էին գալիս, մտքներով չէր անցնում, որ Նախիջևանը պոկելու են մեզանից։ Ժամանակին, որ Նախիջևանից դուրս էին գալիս, մտքներով չէր անցնում, որ Ղարաբաղը պոկելու են մեզանից։ Հիմա էլ Ղարաբաղից են դուրս եկել, մտքներով չի անցնում, որ Սյունիքն են պոկելու մեզանից։ Եվ այս պարադիգմայի արատավոր հարացույցի գլխավոր ճարտարապետներն ու հեղինակները ապիկար քաղաքական ուժերն ու ղեկավարությունն են եղել Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների։ Դրա համար Քաջազնունին ժամանակին գրել էր Դաշնակցությունը էլ անելիք չունի։ Դրա համար դրոն կրակեց Զորավար Անդրանիկի ոտերի առաջ, Զորավար Անդրանիկը վիրավորվեց, թողեց գնաց։ Դրա համար Խորհրդային Միության ղեկավար կազմի դեմ անմռուչ պայքար տարան Զարուբյանից սկսած մինչև Վլադիմիր Մովսիսյան, հետո փորձեցին անկախանալ եւ անկախության շրջանում պերեխվատ իրականացրեցին իրենց ռեագետներին, թափթփուկներին բերեցին, դրեցին Հայաստանի Հանրապետության հիմքերում։ Պարոն Սիմոնյան, ձեր մտահոգություններին ի պատասխան ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի խոսույթն այն մասին է, որ Զանգեզուրի միջանց չկա եւ չի եղել եւ չի լինի Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթղթում, այսինքն որ գան անցնեն Հայաստանի ինքնիշխանությունը չհարգեն, ըստ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության չի լինելու։ Փաստաթուղթը ինչ կապ ունի, Նիկոլ Փաշինյանը պատրանքային իրականության մեջ է։ Հիմա 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ մի միջանցքի կարգավիճակ ունեցող հանգամանք կար։ Լաչինի Բերձորի միջանցքը, ուրա Լաչինի եւ Բերձորի միջանցքը, չկա Լաչինի եւ Բերձորի միջանցքը, որը ամրագրված էր ինչով, փաստաթղթով։ Այդ մարդը տենց էլ պետության ղեկավար չդարձավ։ Չի հասկանում։ Փորձանքի մեջ ենք ազգովի։ Ինչ փաստաթուղթ։ Աշխարհում պատերազմ է գնում, դու չես տեսնում ինչ ձևի են իրար հետ խոսում։ Քանի շիտակ, քանի ձև մարդիկ իրանց պատռեն ասեն, որ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները ուկրաինական են, ռուսն եկե ջարդել մտել է ու չի դուրս գալի այդ տարածքից։ Հիմա ուկրաինացիները ինչքան զոհ են տալիս, չէ՞, միայն զենքի ուժով կարողացան կանգնացնել, ոչ թե թղթի ուժով։ Թղթի ուժը որ լիներ, Բուդապեշտյան մեմորանդումը հերիք կլիներ, որ Ուկրաինան անվտանգ ապրել։ Դա թղթի ուժն է։ Զենքի ուժն էլ այնա ինչ որ կա։
որ չի թողնում Կիև մտնեն։ Բա դու չես հասկանում, այս աշխարհում թղթերով չեն խոսում։ Թղթերը վերջնական իրողություններ են, որը որ արդեն ուժասպառ իրավիճակում դու կարողանում ես այդ թուղթը վավերացնել տաս, որ վագոնչիկում կանչում ես իրանց ֆելդմարշալի ականջից բռնած վերը սնգացնում աթոռի վրա ու ասում ես դե ստորագրի։ Այդ ընկետն է, երբ որ ինքը ուժասպառ էլ չի կարալու կռվի։ Դուք ինչ եք առաջարկում, պետք չէ ճանապարհներ ապաշրջափակելու տարբերակով գնալ։ Պետք էր, բայց ապաշրջապակելու տարբերակով, ոչ թե միջանցքայնացնելու տարբերակով։ Դրանք տարբեր բաներ են։ Իհարկե պետք էր։ Եթե ճանապարհները ապաշրջապակելու տարբերակով մենք առաջ ընթանայինք եւ տնտեսական հարաբերություններ կառուցակարգելու արժանապատիվ հավասարարժեք խաղաղություն կերտելու ճանապարհով, եթե մենք ուզենայինք գնալ, դա կլիներ անհնարին։ Ինչի, որովհետեւ թշնամին հակված չի խաղաղության։ Ինչպես պետք է լիներ այդ ապաշրջափակումը։ Ապաշրջափակում պետք է լիներ մեր ինքնիշխան սուվերեն տարածքների համապատասխան, պետք է նշվեին սահմանից 20 կիլոմետր ապա միլիտարիզացված տարածք, խաղապահ առաքելություն իրականացնող անկողմնակալ երկրների դիտորդական առաքելությունը պետք է ամբողջ պետական սահմանի երկայնքով մեկ դիտորդական առաքելություն լիներ, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագոտի ամբողջ երկայնքով պետք է հսկիչ անցագրային կետեր կառուցվեին եւ այնտեղ սահմանապահները անընդհատ վերահսկեին այդ ամբողջ երկայնքը ճանապարհահատվածի, ադրբեջանական բեռներն ու քաղաքացիական անձիկ գային Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր ստանալուց հետո մուտք գործեին Հայաստանի Հանրապետության պահակային կետերով, մտնեին Հայաստանի Հանրապետություն, ենթարկվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հատեին Հայաստանի Հանրապետությունը, մուտք գործեին Նախիջևան, նույնն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի նույն ոճով գնար։ Դիվանագիտական առաքելությունները բացվեին, Երևանի ներկայացուցչությունը Բաքվում, Բաքվի ներկայացուցչությունը Երևանում, սկսեին արդեն մշակութային երկխոսություններ, հանրությանը նախապատրաստեին խաղաղության, ոչ թե նրանց առաջնորդը գնա իր երկիր ասի աննորմալ են հայերը, ժողովուրդ պատրաստվեք դուբլ 3-ի։ Այդ այնց կլիներ արժանապատիվ խաղաղություն, որ դուրս բերվեին անմիջապես ջերմուկի եւ սոտքի շրջաններից նրանց զինված ուժերը, դուրս բերվեին, բայց ինչի չէին դուրս բերվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանին որ կանգնենք, ասենք դու Տավուշի մարզում որոտես դրել չափարները քաշել ես, բաննել փշալարներ ձգել ես, դա դելիմիտացիա եւ դեմարկացիա չի իրականում, դա 30-ամյա սահմանագոտու փշրման հանցավոր քաղաքականություն եք իրականացրել։ Բայց ինչի չի Արեգունյաց լեռնաշղթայով իջնում դեպի ներքև այդ process-ը։ Ինչի չի իջնում։ Ստացվեց, որ դուք փորձանք եք մեզ համար։ Այդ թե ինչ ձև պետք է լիներ ու ինչ ձևի են բերում process-ները։ Հետևաբար օրինաչափ հարց է առաջանում, եթե նորմալ ընթացակարգով բերեին process-ները սարքեին խաղաղության, Ադրբեջանը համաձայն չէր լինելու եւ դա կլիներ այն տրիգերը, որ այդ երկիրը պատրաստ չի խաղաղության։ Բա դուք 30 տարի տոտալ մեկուսացման մեջ տնտեսություն եք կարողացել կայացնել, երկիր եք պահել ալանթ-հալանի մեջ, ընդամենը մի բան պետք է անեիք, որ այդ երկիրը շարունակեր զարգանալ, ալանթ-հալանը վերջացնեիք, արդարությունը վերականգնեիք, ու երկիրը կսկսեր ծաղկեր։ Դուք բողոքում եք ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին պատերազմի կիզակետում 3-րդ համաշխարհայինի, դուք ձեռ եք առնում մարդկանց։ Կա վտանգ, որ Ադրբեջանը էլի կհարձակվի Հայաստանի վրա։ Միշտ։ Թրամփի խոսքը գետնով կտա Ալիևը։ Թրամփը անցողիկ ֆիգուրա։ Ամերիկան մնայուն, Ամերիկայում է այդ։ Թրամփը ամերիկան չի դեռ։ Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների այսօրվա նախագահն է։ Վաղը Թրամփը որ գնաց, Ամերիկան փոխվում է։ Եվ Թրամփի օրոք Ամերիկան փոխվեց, Ամերիկան առհասարակ այդպեսին չի սովորաբար ինչքան որ Թրամփի օրոք։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ բիզնեսի ոլորտի անձը քաղաքականության մեջ պետք է չմտնի, որտեղ բիզնես մտածելակերպը քաղաքական մտածելակերպից ռադիկալ տարբերվում է։ Օրինակ էլ կարող եմ բերել։ Ենթադրենք A կետից դեպի B կետ ռազմավարական նշանակության մայրուղի է կառուցվում։ Բիզնես հոգեբանության մարդը
կմտածի այդ ինվեստիցիան կատարելու համար, այդ մայրուղին բացելու համար դրա անսովունակությունը ինչքան է լինելու եւ եկամտաբերությունը ինչքան է լինելու, քանի տարում դրա ծախսերը կփակվեն կամ արժի դա անել թե ոչ։ Քաղաքական մտածելակերպ ունեցող մարդը տնտեսական շահադրթումով չի անի, ռազմավարական շահադրթումով կանի, գուցե եւ տնտեսապես շահեկան չլինի, բայց ռազմաքաղաքական առումով խիստ անհրաժեշտ ճանապարհ լինի, որ տալին մեկ էլ տեղով մարդիկ կամ բեռներ անցնեն, միևնույնն է դա պետք լինի որպես ալտերնատիվա գրպանում ունենալու համար։ Քաղաքական գործի չի այդ քայլին կգնա ինվեստիցիան կանի։ Բիզնես մտածելակերպ ունեցող անձը կյանքում չի անի։ Պարոն Սիմոնյան, Փաշինյանի Ալիևի այս հերակա բանավեճը քննարկում, ինչքան կշարունակվի։ Անվերջ, հետո հեսա նորից էլի կմեղմանա Ալիևը, կասի լավ ինչ է սրտիդ մոտիկ ընդունում բաներ ասեցին, գնացին, սկսի մի հատ անեկդոտ պատմել Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը անզուսպ հրհրոցով կծիծաղա այդ անեկդոտի վրա կհամարի չէ, ամեն դեպքում ադրբեջանցիները իրենց եղբայրներն են։ Կշարունակի նորից էլի այդ թանկարժեք կորեկները ուտելու հանգամանքը, որից հետո գուցե եւ մի քանի այլ փորձանքների տակ էլ կստորագրի, հետո մեկ էլ հոպ Ալիևը նորից էլի կմտնի իր ամպլուայի մեջ։ Անընդհատ միջև ձեր հնարավորությունները սպառվեն։ Բայց դա ավելի շատ ներ պետական լսարանի համար չէ, որ իրենք իր ժողովրդին ասել է մենք ունենալու ենք Զանգեզուրի միջանցք, հիմա ասում է դե սա է ադրբեջանցի ժողովուրդ Զանգեզուրի միջանցքը։ Դա էլ մեր նոր ինքնախապեյության ձևն է, ոնց որ ասում էին Թրամփը ծաղրեց Ալիևին։ Թրամփը ծաղրեց Ալիևին։ Մի օր մեզ այդպես չծաղրեցին, բայց մի հատ լավ բան կարողանանք պոկած գալ Հայաստանի համար։ Հիմա էլ մենք մեզ հույս ենք տալի ներքին լսարան։ Այդ որ ներքին լսարանին այդպես հայատիած եւ առավելապաշտական մոտեցումներով կերակրում է։ Ինքը չգիտի, որ պայթյուն է առաջանալու Ադրբեջանում, եթե դա չիրագործի։ Հետևաբար դա տանելու է իրագործման։ Եթե նրանք հակված լինեին խաղաղության, ներքին լսարանին առավելապաշտական մոտեցումներով չէին կերակրի։ Դա սխալ մոտեցում է, որ ներքին եւ արտաքին լսարան կոչեցյալը։ Երբևիցե արտաքին քաղաքականությունը հնարավոր չի իրականացնել ներքին լսարանի ակնկալիքներին հակընդդեմ։ Մի բան ասում ես այնտեղ, ուրիշ բան չես կարող անես հետո։ Սիմետրիկ պիտի գնա։ Չի կարա իր ժողովրդին խոստանա Արևմտյան Հայաստան, հետո ասի ժողովուրդ ջան, դե Հայաստանը կա։ Համակերպվեք։ Վեր կգնան գլուխը կջարդեն, կասեն, բա դու ես 30 տարի ասում ես Արևմտյան Ադրբեջան։ Այդ ոնց դարձավ այտենց առան հայերը քեզ։ Քադաֆիի օրը կընկնի։ Մեր նման չեն մտածում է, որ վեր կանան ասեն եղբայր 21 թվականին դու Արցախի օրակարգով եկար վերընտրվեցիր, հիմա Ղարաբաղ ես փակում, նորից էլի դու ուզում ես 4-րդ հանրապետությունով 26 թվականին քվե հայցես ժողովրդից։ Հո դու անբարոյական չես։ Մարդիկ են իրեն ասել, Գերդաստանի սնուցող մայրերը Նիկոլ Փաշինյանին ասել են այս ուղղությամբ, խաղաղության ուղղությամբ։ Որ Գերդաստանի սնուցող մայրերը։ Հայաստանի։ Ոնց է պարզել, ինչ Հայաստանի, այսինքն եկել են Քարզարշավի առաջին շարքերում եկե կանգնե ասել են։ Դա ժողովրդի քանի տոկոսն է, դու ռեֆերենդում իրականացրել ես, սոցիոլոգիական հարցումներ ունես։ Ինչ գիտես։ Ինչ ես խափում ժողովրդին։ Կամ հիմա էլ ինչ որ սազանդարները վեր են կանում, ասում են հայ ժողովուրդը փակել է Արցախյան հիմնախնդիրը։ Լուրջ եք ասում։ Այդ ինչից վերցրեցիր, որ հայ ժողովուրդն է փակի Արցախյան հիմնախնդիրը, այ քստմնելի։ Ինչից վերցրեցիր։ Սոցիոլոգիական հարցումներ ունես, ռեֆերենդում ես անցկացրել, ընտրություններ ես արել, որ ընտրությունների վերջին արդյունքում հաղթել է այդ տեսակետը ունեցող ուժ։ Թե պարտակում եք ձեր հովանավորյալ քաղաքական ուժի հանցագործությունները։ Բայց իմացեք, որ պարտակողներն էլ հանցակազմ պարունակող արարքների հովանավորյալների եւ ծածկադմփոց անողների հոդվածներով են գնալու։ Հաշիվ տվեք է ձեզ։ Հայաստանի Հանրապետությունը ձեր տնամերձը չի, ձեր գրպանի խուրդեն չի է։ Հիմա տեսեք, ասում են բացենք Արցախ վերադարձի հարց, դա խոչընդոտի խաղաղության գործընթացին պայմանագիրը չստորագրվի, Ադրբեջանը 300,000 ադրբեջանցու վերադարձի հարց դնի սեղանին։ Չկա նման հարց։ Չկա 300,000 ադրբեջանցու վերադարձի հարց։ Փառք Աստծո դեռ ողջ են 90-ականների այդ գործընթացներին ուժեղ ծավալում ներգործություն ունեցող անձիկ։ Դուք հարգարժան պարոն Ազատ Արշակյանի հետ զրուցել եք այդ թեմայով։
90-ականներից զբաղված է եղել։ Ծախել են տները ադրբեջանցիները, գնացել են, իրանք ստեղ ունեցվածք չունեն։ Մենակ մի գյուղ կա, որտեղից որ վռնդվել են, Նռնաձորից են վռնդվել։ Մնացած ամբողջ Հայաստանի տարածքում բնակվող թուրքերը իրանց գույքը վաճառել գնացել են, ինչ 300,000 կեղծ կատեգորիա է։ Եթե մենք վերցնում ենք, որ Արցախի հայերի վերադարձը իրենց պապենական բնորան պատճառա պատերազմի վերսկսման, բռնադատվածների եւ բռնադատվողների վերադարձը Հայաստանի Հանրապետություն պատճառա պատերազմ վերսկսելու, անհետ կորածների գերիների վերադարձը պատճառա պատերազմ վերսկսելու, խոսալը դրա մասին պատճառա պատերազմ վերսկսելու։ Նշանակում է տեղներից վեր ընկեք, ոչ մի բան ծպուտ մի հանեք, Ադրբեջանը ձեզ ատրճանակը դրելա քունքիդ։ Դե ես ասում են, այս 29,000 քանի քառակուսի կիլոմետրի բանում գտեք ձեր հայրենիքը, պետությունը եւ ապրեք։ Դու պետք է մեզ ասես, որտեղ գտնենք մեր հայրենիքը։ Դու ով ես առհասարակ։ Կամ քեզ թելադրող ով է։ Քեզ թելադրող մեզ թշնամի պետության առաջնորդն ով է, որ տենց բան է ասում։ Թող գնա իր ամբողջ սերունդներին խարակիրիով զոհասեղանին մատուցի, նոր հավատանք իր անկեղծությանը։ Դուք արժանապատվություն չունեք։ Չա նշանակում գնացեք գտեք, դու էլ գնա քեզ դիմավորի аэроպորտում։ Գնացեք գտեք ձեր հայրենիքը այսքան տարածքի մեջ։ Լա, կռուգն է դու ես գծել կավիճով։ Այ քեզ բան։ Ոչ մի նորմալ երկրում նման արտահայտություններ չեն կարող անել ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Չեն կարող անել, սա աբսուրդի ժանրից է։ Ժողովուրդ արժանապատվություն ունենալով հանդերձ պետք է կասեցնի այս մոտեցումները։ Ինչու չի ընդվզում ժողովուրդը այս ամեն ինչին։ Ժողովուրդը ակնկալում է գործընթացներ եւ գործընթացներ ակնկալում է այլընտրանքային ուժերի կողմից, այլընտրանքային ուժերներ նախաձեռնելու են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ֆորում։ Եվ այդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ֆորումում կետեր առաջ կքաշվեն, որի շուրջ մի շարք քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ հեղինակավոր անձիկ կգան համաձայնության եւ կտեսնենք ընթացած ինչ գործընթացներ ենք ծավալելու, բայց փորձելու ենք ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը անտեր չի։ Դուք չեք կարող Հայաստանի Հանրապետությունը ձեր քմահաճույքով եւ հայեցողությամբ պարտակել, ծածկադմփոցներով ինչ որ մի կարգավիճակի բերել։ Այդ մի քանի տասնյակի մասնակցությամբ ֆորումը ինչ հարցելուծելու, պարոն Սիմոնյան։ Փոխադարձ համաձայնություն որոշակի կետերի շուրջ, անգամ շրջաբերաբար տարբեր գաղափարախոսություն ունեցող, տարբեր ծրագրեր ունեցող քաղաքական ուժերի կամ հանրային դերակատարների միջև, որոնք ապրիորի ընդունում են, որ իրենք ազգային են, խաղարկային չեն կամ սպասարկող չեն, այլ արբանյակ ուժ չեն հանդիսանում նախկին իշխանությունների եւ ներկա իշխանությունների։ Եվ պետք է արդյունքը արդեն վերջին արդյունքը ընտրություններով արտացոլվի։ Ըստ իրավիճակի։ Արդեն Նիկոլ Փաշինյանը Պանդորայի արկղ է բացել, չէ՞, եթե դեմ եք, ուրեմն վեր կացեք հեղափոխություն արեք։ Դե շնորհակալություն, որ այդ Պանդորայի արկղը բացել է։ Ըստ իրավիճակի կողմնորոշվենք, եթե տեսանք շատ վտանգավոր գործընթացներ ա ծավալվում Հայաստանի Հանրապետության շուրջ, գուցեև փորձենք հեղափոխություն իրականացնել, ով գիտի, նայած ժողովուրդը ինչքան կհամախմբվի մեր շուրջը։ Օրինակ էլ ինչ է պետք այսքանից հետո վտանգ, ինչ կհամարվի վտանգավոր։ Խոսքերը, բառերը, թղթերը գետնի վրա իրագործելը։ Գետնի վրա իրագործելը, բայց շատ կարճ ժամանակահատված է մնացել, ես կարծում եմ, որ համապետական ընտրություններին ժողովուրդը իր քվեով ամեն ինչ կդնի իր տեղը։ Բայց այնուհանդերձ Փաշինյանի այդ ասացի մեջ իրականություն չկա, եթե ժողովուրդը դժգոհ լիներ, դեմ լիներ, հիմա ինձ իշխանությունից Ոչ, Փաշինյանը մանիպուլյացիայի է ենթարկում եւ խեղաթյուրում է իրողությունները։ Նա օրինական իշխանություն է առայժմ։ Լեգիտիմ չէ, ընդ որում թող ուշադիր լսեն, ստե լեգիտիմն ու լեգալը տարբեր բաներ են, ես սրա համար հաղորդում կնախապատրաստեմ։ Փաշինյանը այլևս լեգիտիմ չի, բայց դեռ լեգալ է, որտեվ իր օրինական իշխանության ժամանակահատվածում է։ Օրինական իշխանությունը, երբ որ չի բռնազավթել իշխանությունը, ընտրություններով է եկել իշխանության եւ համապետական ընտրություններին դեռ ժամանակ կա, մի քանի ամիս։ Նման իշխանությունը, եթե հայտարարում է հեղափոխություն անելու մասին, նշանակում է դրդում է իր սեփական ժողովրդին իրագործել սահմանադրական հանցագործություն։ Այլ խնդիր, եթե բռնազավթած իշխանություն լինի, մարդիկ դուրս գան, այդ նշանակում է կամ ինքը ընդունում է, որ իշխանությունը բռնազավթել է, կամ չի բռնազավթել իշխանությունը եւ դրդում է իր սեփական ժողովրդին հանցագործության Չէ, բայց նա չի ասում հակասահմանադրական մեթոդներով ինձ հեռացրեք։ Հեղափոխությունը հակասահմանադրական մեթոդ է։ Խաղաղ բողոքի Չկա նման բան, խաղաղ բողոքի ակցիան խաղաղ բողոքի ակցիա է։ Հեղափոխությունը ապա սահմանադրական գործընթաց է։
Հեղափոխություն նշանակում է սահմանադրությունը փաթաթում դնում ես մի կողմ։ Փաթաթած ունես կոպիտ ասած։ Հեղափոխությունը դա է։ Պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանը երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձ է համարում Բաքվի բանտում գտնվող հայերին, այս գերի կամ գերեվարված մարդկանց հայերի փոխարեն այս ձևակերպում օգտագործելը ինչ է նշանակում։ Այդ ձևակերպումը նշանակում է իրականության աչքերին չնայել, ոչ միայն գերեվարված են, այլ նաև դավադրաբար բարեկամ թվացող կողմի ծառայություններից օգտվելով հանձնվել են թշնամու կողմին։ Այստեղ մի կրակոցով երկու հոգու պիտի սատկացնի։ Մեկը այդ դավադիրներին, որ ռուսներն էին, որ ուղղաթիռը պատրաստել էին, որ պիտի բերեին Գորիս, բայց տարան Եվլախ։ Մյուսն էլ թշնամին է, որ պահանջել է։ Ոչինչ։ Հայ ժողովուրդը արժանապատվությունը վերականգնելու հազարամյա պատմություն ունի եւ կվերականգնի։ Ինչ ճանապարհով։ Ուժեղանալու ճանապարհով։ Գործը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք։ Աշխատել է պետք ուժեղանալու համար, ուժեղանալուց հետո քո իրավունքները կկարողանաս պաշտպանել։ Պարզապես հիմա ուժեղանալու ուղղված բյուջեն կրճատվում է 101.5 միլիարդ դրամ։ Դե եթե կրճատվում է, նշանակում է պետք է կրճատողների ժողովուրդը կրճատի։ Էլ ոնց ասենք ներկայացնենք մեր սիրելի քաղաքացիներին, որ 26 թվականը մեր Սարդարապատն է վերջին, զանգերը ղողանջում են։ Եթե դուք ընտրեք Նիկոլ Փաշինյանին կամ նախկիններից որևէ մեկին, իմացեք Հայաստանի տակ մի հատ մեծ սև գիծ եք քաշելու կամ ընդհանրապես Հայաստան բառը սև օղակի մեջ կարող եք վերցնել, ընտրելով Նիկոլ Փաշինյանին եւ նախկիններից որևէ մեկին։ Իսկ եթե օրինակ ձեզ չեն հավատում եւ Նիկոլ Փաշինյանի այն խոսքն են հավատում, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանն ավելի անկախ է, քան երբևէ, Հայաստանը պետականություն ունի, քան երբևէ։ Նշանակում է ժողովուրդը իր տգիտության պատճառով ինքն իրան նետում է փորձանքի մեջ։ Հիմա մենք որ անընդհատ ասենք մի մտեք այդ տարածք թունավոր օծեր կան։ Եթե հավատան, պետք է չմտնեն այդ տարածք, բայց եթե չեն հավատում մտնում են այդ տարածք, այդ դեպքում թունավորվելուց հետո մեղավորով է դառնում, չհավատացողը, ոչ թե նրանց զգուշացնողը։ Պարոն Սիմոնյան, այդ բանակի բյուջեին դեռ կանդրադառնանք, բայց ինչու է Նիկոլ Փաշինյանը մաքրում խուսափել գերի կամ ռազմագերի ձևակերպումից եւ ասել, որ պատերազմ չսկսվի, Նարեկ ջան։ Ոնց որ եւ խուսափում են Արցախի հայերի վերադարձի հարցից։ Վախեցած մարդիկ են իրանք։ Եղել է նման պահանջ, հա, որ չասել գերի բառը։ Բա եթե գերի են, ապա պետքա միջազգային ատյաններում քրեական վարույթները շարունակվեն։ Իսկ ինչ են Եղիշե Կիրակոսյանին նեղացրել, հետ են ուզում կանչեն այդ քրեական վարույթները, նշանակում է գերի չկա, ռազմական հանցագործություններ չկան, առհասարակ պատերազմել չկա, առհասարակ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել Արցախում։ Առհասարակ Արցախը բռնազավթված է եղել Հայաստանի կողմից եւ Հայաստանը կոնտրիբյուցիաներ պետք է վճարի, ռեպարացիաներ, էկոլոգիական աղետ է պատճառել Ադրբեջանին։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանը եւ իր ընտանիքի անդամները ապօրինաբար գտնվել են օտար պետության տարածքներում, դրա համար պետք է պատասխան տան։ Եվ հայ ժողովուրդը առհասարակ ահաբեկչական գործընթացները ծավալել նշանակում է։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ տենց է դուրս գալու վերջում։ Հետո չասեք, թե չենք զգուշացրել ինչից հետո ինչա լինելու։ Ինչու օրինակ ասեց պատասխան պետք է տակ, թե անկախությունից հետո ինչու է հայ զինվորը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս գտնվել։ Դե թող պատասխան տա, ինչու։ Իր տղան էլ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս է ծառայել, թող պատասխանը առաջին հերթին ինքը տա, հետո նոր 3 նախագահներն էլ։ Ու թող պատասխան տան, թե Եռաբլուրի բոլոր նահատակները ինչի համար էին զոհվում։ Թող պատասխան տան, հələ ինձ հետաքրքիր է իրանց պատասխանը, գիտեք։ Ատենամ հələ ինչ են պատասխանում։ Բայց ինչու Նիկոլ Փաշինյանը այդ խոսույթին հասավ։ Կամաց գալիս է իրականությանը, առերեսվում է։ Դա վտանգավոր չէր Հայաստանի համար, այսինքն Ադրբեջանը։ Բա ինչա, որ վտանգավոր չի։ Դա նաև վտանգավոր է առաջին հերթին իր համար։ Առաջին հերթին իր համար։ Ինչ կարող է լինել։ Ինչ ասես, հայ ժողովուրդը վրեժ լուծել գիտի։ Չի կարելի հանցագործություններ շալակել, չի կարելի։
ընդ որում հայ ժողովրդի հանդեպ հանցագործություններ շալակել չի կարելի։ Փաշինյանից վրեժ կլուծեն։ Բոլորից, ումից որ պատահի, դուք Կարլ Գյուստավ Յունգի «Ստվերի դեմ պայքարը» հոդվածը կարդացեք, «Բարբա с тенью»։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ինչի գերմանացիները նացիոնալ սոցիալիստներին բերեցին իշխանության։ Հոգեբանական մեծ աղետի եւ ստրեսի պատճառով։ Ավտոխտոն հին ժողովուրդները, երբ որ դարակազմիկ վիրավորանք են ստանում, վրեժ են լուծում։ Ու ինքը այդպես էլ ձևակերպել էր։ Սպիտակամորթ հրեշն է արթնանում Եվրոպայում։ Կարլ Գյուստավ Յունգ։ Ես դասական ակադեմիական գիտության մասին եմ խոսում։ Թող հասկանան, թե ինչից հետո ինչ է լինում, եւ սա ընդհանրապես բարեկամական ժեստ է, որ խուսափեն աղետներից, եւ անձնական, եւ հանրային, եւ պետական աղետներից։ Պարոն Սիմոնյան, վերադառնալով բյուջեի կրճատմանը, իշխանությունները բացատրություն ունեն, որ նախ իրենք 18 թվից ի վեր մեծացրել են պաշտպանական բյուջեն եւ հետո 25 թվականի համար բյուջեն մեծացրեցին, որովհետեւ միջազգային պարտավորություն ունեն։ Հիմա էլի նախքին տեմպերով գնում են, սակայն չի մեծանում բյուջեն, ընդհակառակը կրճատվում է։ Այս բարձաբանումը ընկալելի է իշխանության։ Ոչ, բացարձակ ոչ մի բան չհասկացա այդ բարձաբանումից։ Նշանակում է կրճատում են, բայց չեն ուզում ասեն, որ կրճատում են, sense մանիպուլացիա։ Դե կարող ուզում էին ասեն զենք էին կառել, 25-ին պետք է խոշոր գումար վճարենք, այդքան բան արեցինք, հիմա բերել ենք էլի այն դրամաբանությանը, որ 18-ից սկսած էինք անում, հիմա այդպես շարունակում ենք։ Զինված ուժերից սպաների կարիքները հոգա եղբայր։ Տարիներ շարունակ 20 տարի շաբաթ կիրակի օրերի համար մարդիկ չեն վճարվել, միլիոնավոր դրամերի պարտք ունի պետությունը։ Դատի են տալիս սպաները Հայաստանի Հանրապետությանը, որ կարողանան գումարը վերադարձնել ապօրինի իրանց հանգստի համար նախատեսված։ Բյուջե մի կրճատի է, սպաների կարիքները սոցիալական հոգա։ Հայոց բանակում ծառայող անձանց, որ 20 տարի իրենց առողջությունը, իրենց ժամանակը դրել են ուղակի ծառայելով անձնվիրաբար Հայաստանի Հանրապետությանը, բնակ ֆոնդի հնարավորություններից շատերը չեն կարողանում օգտվել։ 20 տարի ծառայած 30 տարի ծառայած մարդիկ կան զինված ուժերում, 20 տարուց ավել ծառայած մարդիկ կան զինված ուժերում, որ բնակարանային հնարավորություններից, բնակ ֆոնդի հնարավորություններից չեն կարողանում օգտվել։ Այդ կարիքները հոգա, եթե զենք չես ուզում առնես, իսկ զենք չուզենալը առնելը ապուշության մի այլ տարատեսակ է։ Որտեվ բացի այն, որ ժամանակները առաջ են ընթանում, զենքերը բարոյապես եւ ֆիզիկապես մաշվում են, դու պետք է քո տեսակարար կշիռն ու պոտենցիալը մեծացնես, այս տարածաշրջանում պետք է գերզինված լինես։ Դուք թե այս բյուջեի կրճատումը, թե ծառայության ժամկետների կրճատումը կապում եք արտաքին ինչ որ ազդակների հետ, թե ոչ։ Չէ, ծառայության ժամկետի կրճատումը տրամաբանական եմ համարում։ 1 տարին բավարար է։ Չնայած մի քանի դատարկա գլուխներ կան, դոդ գլուխներ, որ չեն հասկանում ինչի նկատի ունեմ, ես պրոֆեսիոնալ եմ, որ այդ հարցերին անդրադառնում եմ։ 1 տարին բավարար է, 6 ամսյա ուսումնական է անցնում ժամկետային զինծառայողը, 6 ամսյա մարտական հերթապահություն։ 1 տարի հետո ծառայությունը պրծավ, տարի ու կես օգտվում է տարեկետման հնարավորությունից, տարի ու կես հետո 20 օրյա, 1 ամսյա, կլինի 2 ամսյա, պարբերական հավաքներին մասնակցում է մարտական ոգին բարձրապահում, այդպես մինչև 55 տարեկան զինված ուժերի կապը ունենում է։ Չեմ ասում ինտենսիվությունը նույն ձևով։ Ենթադրենք 35-ից 45 այլ ինտենսիվությամբ, հա, ենթադրենք կարա լինի 1 տարվա ընթացքում 2 շաբաթով գնա հավաքների։ 45-ից 55 տարեկանում կարա լինի տարեկան 1 անգամ, 2 տարին 1 անգամ ինտենսիվությունը։ Բայց պետք է անընդհատ կապը լինի։ Ոչ թե 20 տարի է ես բանակի հետ կապ չունեմ, մեկ է հոп կռիվ նեղավ, ինձ տարան մարտավարական օղակի սպա։ Հիմա բայց մենք այդ ձեր ասած մեխանիզմը չունենք, ուղղակի լսել ենք, որ կես տարով ծառայությունը կրճատվում է։ Ես չգիտեմ ունենք թե չունենք։ Ես գիտեմ, մենակ լսել եմ, որ 1 տարով կրճատվում է, դա ողջունելի է։ Կես։ 1.5 է դառնում։ Այո։ 1 տարին լրիվ բավարար է։ Բայց պետք է տոտալ զինծառայություն լինի։ Թվականակի խնդիր չենք ունենում։ Ոչ, եթե բոլորը ծառայեն ռոտացիոն կարգով, ինչի՞ չեն բոլորը ծառայում եւ ոմանք ծառայում են 2 տարի, որտեվ լոգիստիկ խնդիր ունի Հայաստանի Հանրապետությունը դա կազմակերպելու։ Զորակոչային ռեզերվը արդեն ոչ թե կլինի տարին 3-4 անգամ, այլ տարին 6-7 անգամ։ Չեն ուզում քամակները գետնից կտրեն։
Դա ամբողջ խնդրը, չեն ուզում կարտացիեկաները թարմացնեն, որտեղ 50,000 անոց ռեզերվի մասին գործ կունենան, որտեղ կես միլիոն անոց ռեզերվի հետ գործ կունենան։ Դա հավելյալ ծանրաբեռնվածություն է, չէ, բայց ինքն այնքան քյաբաբ է կերել, չի ուզում ավել շարժվի։ Լոգիստիկ խնդիրներ կա։ Դրա համար զին կոմիսարիատների ձևաչափն էլ պետք է մոդիֆիկացվի, փոխվի։ Ես առաջարկել էի, որ լիներ մի հատ կենտրոնական զին կոմիսարիատ եւ այդ կենտրոնական զին կոմիսարիատին ենթակա զինվորական ատաշեների ինստիտուտ, որոնք կցված կլինեն Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներին, 960 գյուղ կա, 48 քաղաք։ Այդ ինչ մի թիվ է, 1000 հոգի զինատաշե ունենալը։ Ուղղակի գյուղապետի որպես առաջի տեղակալի կարգավիճակով ամբողջ այդ համայնքի մոտ ռեզերվի ինֆորմացիան ինքն է կառավարում, ինֆորմացիան էլ տալիս է կենտրոնական զինվորական կոմիսարիատ, artificial intelligence-ի, արհեստական բանականությունի միջոցով կառավարում են ամբողջ հնարավորությունները ներքին կապով, ինտերնետին չկպած, որ գաղտնիության հնարավորությունը։ Պարզապես Պաշտպանության փոխնախարար ազգային ժողովում հայտարարեց, որ թվաքանակի խնդիր կա եւ դրա համար է որ Որ մեկը նախկին ոստիկանը, թե նախկին քաղաքապետի տեղակալը։ Նախկին ոստիկանապետը։ Մեր նշանակում է նրանք զինված ուժերի հետ կապ չունեցող մարդիկ են։ Գործից դուրս էին եկել, իրանց համար հաստիկ են բացել, գնացել են լռվել են այնտեղ։ Ամեն դեպքում Պաշտպանության Ինչ մոբ ռեզերվի խնդիր ունես, 350,000 անոց մոբ ռեզերվ հանգիստ կարաս ունենաս Հայաստանի Հանրապետությունում, ինչ ես խափում։ Ինչ եք խափում։ Պարոն Սիմոնյան, իսկ բյուջեի կրճատումը կարար արտաքին ճնշման հետևանք լինել, թե ոչ։ Իհարկե, ես այդ կասկածները ունեմ։ Իհարկե կարար։ Հիմքում ինչ է ձեր կասկածների։ Հիմքում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որ չի ուզում, որ մենք մեր պոտենցիալը վերականգնենք, որովհետև հլա ասելիք ունի մեզ։ Նա շատ կոշտ ասելիք ունի, որից հետո մենք կարող սաղ չմնանք։ Բայց ասում են Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքին։ Հենց Ալմատիով։ Ադրբեջանը գոյություն չուներ չճանաչված երկիր կամաց մեր տարածքների վրա իրանց երկիրը սարքեցին։ Չճանաչված երկիրը, որ պարտադրում է աշխարհին, որ ինքը ճանաչվի, ճանաչված երկրին է կպարտադրի, որ չճանաչվի։ Ինչ Ալմատյան առհասարակ քարտեզի մասին չի, դա հիմարության գագաթնակետն է։ Ալմատան ԽՍՀՄ 02-ի մասին է, դուբլ 2։ Պարոն Սիմոնյան, ատոմակայանի հետ կապված Նիկոլ Փաշինյանը քննարկում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 36 թվականից հետո կառուցվող մոդուլային ատոմակայանների հետ կապված, նաև ռուսական տարբերակն է դիտարկվում։ Բայց սազանդարները ուր են, որ ամերիկյան մոդուլայիններ էին ասում, հեսա բերելու ենք դնենք 10 հատ։ Բանից պարզում է իրենց պրոարևմտամետ գործի չէ, այդքան է պրոարևմտամետ չի։ Ոնց որ թե Լյուբյանկայի բաներից է, ուղղորդվողներից է, Լյուբանկայի կողմից չեն մտածել, եթե ես որ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի նման պրոռուսական գործիչ չկա, մարդիկ կային իրենց կոտորում էին, ասում էին մենք ենք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, նա ռուսների հետ։ Բա ո՞նց է լինում, որ տենց։ Ընդ որում ես անգամ եթե գնացել ես Ռուսաստան Վլադիմիր Պուտինի հետ մոդուլային ատոմակայանի մասին քննարկում ծառայես, քո միջուկային անվտանգության կոմիտեի ղեկավարի հետ դժվար էր կանչել մի երկու բերան զրուցել, հասկանալ ինչ տեխնոլոգիաներ կա առաջին հերթին, որ Պուտինը ձեռով ոտով քեզ տեխնոլոգիա բացատրի, դու հասկանաս գոնե պահի տակ։ Ոչ թե շվշվացնես։ Բայց ատոմակայանի կառուցումը, եթե ռուսական կողմից լինի, հա, դա եւս մեկ լծակ չի լինում Հայաստանի վրա։ Եվս մեկ չէ, եւս 1000 լծակ է լինում։ Ցանկացած ռազմավարական նշանակության օբյեկտի տեղակայում ինչ որ մի կենտրոնի կողմից, բացի այն, որ տեխնոլոգիաները, գիտությունը, լոգիստիկա, հումքա, սպասարկումա, կախման մեջ է գցում քեզ։ Չինաստանը մի հատ ճանապարհ սարքի, վերջ այդ երկիրը ընկնում է կախման տակ Չինաստանից։ Ռուսաստանը այդքան արդյունավետ չի, որ մի ճանապարհով պլստա, կբերի միջուկային բլոկ կդնի, վերջ դու կախման մեջ ես այդ երկրից։ Բազմավեկտոր քաղաքականություն է վարում այս իշխանությունը։ Ինչ է նշում։ Բազմավեկտոր քաղաքականություն է վարում։ Բոլոր վեկտորներով ձախողում է նկատի ունեք։ Ձախողել են։ Բա ինչ են արել։
Եվրամիության հետ կապված օրենք են ընդունել, Նիկոլ Ինչ օրենք են Փաշինյանը ասում է ընդունեցինք, Գնում են բառախաղի տեսքով չեն ասում, Եվրամիությանը հիմա էլ հրապարակել են մի կարգախոս, մեր վերջնակետը Եվրամիությունն է, լուրջ եք ասում, քիչ էր մնում ասում է կընդունեք, չեք ընդունի, կարևորը մենք վերջում բարձր ստանդարտներով որ վերջում երկիր վերջի կունենանք։ թվականն էլ ասեք հասկանանք, էլի, այն որ ասում է, հա, մի օր ձեր ուզածով կլինի, երբ Ասում են, եթե չլինի էլ այդպես, որ ԵՄ անդամ դառնան, կարևորը ԵՄ չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ կունենանք, հա, այսինքն մեր այդ տիպի, այսինքն այնքան զարգացած լինենք, որ ԵՄ մտնելը ձեռ չտա մեզ։ Ինչ ասեմ, խաբեություն։ Դուք չեք կարող միանգամից այդ աստիճանի զարգանաք, չեք կարող, որտեղ դուք առնվազն այդպիսի մասնագիտական, լոգիստիկ, տեխնոլոգիական եւ հաստոցաշինական հնարավորություններ չունեք եղբայր։ Դու գործարաններ չունես։ Դու հաստոցներ չունես։ Դու հաստոցաշինական նյութագիտական բազա չունես։ Դու ուսկի մտավոր սեփականության գաղտնիության, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության օրենսդրություն չունես։ Ինչ ես լոլոկ արթում։ Քո ստանդարտները ոչ մի ձև չի կարող նրանց լավագույն ստանդարտների ուղղակի 1/10 մասը ապահովի։ Թե կանգնում ասում եք, վայ, Հայաստանից արտահանվող ծաղիկը Լարսում ռուսները փակեցին։ Ինչի է ռուսները փակեցին այդ ծաղիկը Լարսում։ Չլինի Հոլանդիայից սոխուկներ եք բերում, այստեղ աճացնում եք թանկով սղացնում եք ռուսական շուկա, որ դնում հաշվում տենում են Հայաստանի Հանրապետությունը այդքան տարածք չունի, որ այդքան ծաղիկ կարան ներմուծի։ Ու այդքան այտենց գներով։ Հերիք չի դուք հո ծաղիկ արտադրողների ծաղիկները բերնում տանում այնտեղ փչացնել ես տալիս չեն առնում չի կարում սպառի հələ մի բան էլ այդ մախինացիաներն էս իրականացում ես որպես քաղաքացի իրավունք ունեմ կասկածեմ ինչի ռուսները օդանավականից դուրս եկան ոչ թե որ դուք հանկարծ հայը ձեր սրտում արթնացավ ու դուք հասկացաք որ պետք է մեր սահմանային հսկիչ անցագրային կետերը հայերը ապահովեն կարող է չէիք ուզում որ իրանք տեսնեին այն ինչ որ դուք ուզում եք անեք ծաղիկների հետ կապված Ախր չի կարելի Աբրահամ Լինքոլնը ասում է կարելի է մի որոշ ժամանակ հիմարացնել հասարակության մի որոշ հատվածին, բայց չի կարելի անverջ հիմարացնել այդ մի որոշ հատվածին։ Հիմա Հայաստանը ինչ քաղաքականություն է վարում արտաքին ուղղությամբ դա հասկանալի է։ Հայաստանը խարխափում է, քաղաքականություն չի վարում։ Մենք տրվել ենք այդ մեծ օվկիանոսի ալիքների քմահաճույքին, որովհետև կառամատույցում ղեկի մոտ կանգնածը գինով ցած է։ Դեռ կան պարոն Սիմոնյանը Ռուսաստանից վտանգներ թե ոչ։ Միանշանակ։ Եվ դա օրինաչափ է, բոլոր երկրներից է վտանգներ կան։ Լիակատար ինքնիշխանությունը պերմանենտ վտանգների մասին է, անընդհատ հարահոս վտանգների մասին է եւ ձեր գլխավոր իմպերատիվը կարևոր հիմնախնդիրը այն է որ դուք վերցնեք վատթարագույն սցենարների զարգացման հավանականությունը եւ նախապատրաստեք պետությունը եւ հասարակությանը վատթարագույն սցենարներին ինչ եմ ես ասում որպես ճգնաժամային իրողությունների կառավարման մասնագետ լինելով պաշտպանական անվտանգային քաղաքականության եւ պետության ռազմավարական հայեցակարգային փաստաթղթերի մասնագետ պետությունները եւ կառավարությունները եւ մասնագիտական փորձագիտական հանրույթները պետքա վատթարագույնի կանխավարկածով ապրեն որ պատրաստվեք դուք պատրաստվեք վատին թող դա երբեք տեղի չունենա քան պատրաստվեք լավին եւ լինի վատթարագույնը Հիմա հետ խորհրդային պետություններում Ռուսաստանի դերը գնալով նվազում է թե աճում է օրինակ Մոլդովայում տեսանք որ պրոարևմտյան ուժը նվազում է եւ նվազելու է դա սինուսոիդա է իմպերիաները անընդհատ հետընթաց են ունենում, վերելք են ունենում, հետընթաց են ունենում, վերելք են ունենում։ Ուղղակի այսպիսի մի ալեգորիա։ Ռուսական կայսրության հետընթացի ժամանակ ազատագրվեց Հայաստանը եւ Ֆինլանդիան։ Երբ որ հետընթացը վերականգնվում էր արդեն խորհրդային տարիների ժամանակահատվածում, ֆիները կարողացան ժամանակը արդյունավետ օգտագործեն վերականգնման իրենց մասով չափաբաժինը արգելափակեցին հայերը չկարողացան, հայերին կլանեցին։ ԽՍՀՄ քանդվելուց հետո, երբ որ խորհրդային միության 02 պրոյեկտներ իրականացվում ԱՊՀ-ի հետ կապված, 15 պետություններ անկախացան։ Լիակատար անկախություն ձեռք բերեց մերձբալթյան երկրները, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, մնացած երկրների մասով քաղաքական կախման մեջ հայտնվեցին։
Եվ այդ գործընթացը շարունակվեց մինչև այն պահը, երբ որ Ուկրաինան արդեն հնարավորություններ ունեցավ իր անկախությունը վերականգնելու քայլեր իրականացնելու։ Բայց Հայաստանն ու Ադրբեջանը կախված էին լծի տակ էին։ Վրաստանը պահի տակ անջատվեց, բայց Ռուսաստանը այդ Վրաստանի անջատվելու համար թաթը գցեց Օսեթիա, Աբխազիա վերցրեց։ Հետո Վրաստանում կոլաբորացիոնիստներով հետ եկավ, Հայաստանին դավաճանեց, Ադրբեջանին օգնեց այն պայմանով, որ Հայաստանին հետո կգա փրկելու հիմնադրույթով կվերցնի հետ Ադրբեջանը ինքնուրույն կգա կմտնի այնտեղ, բայց Հայաստանին չկարողացավ ճակերտավոր ասած փրկել, կլանել։ Ադրբեջանն էլ չգնաց այնտեղ, այդ մասով թուլացավ այստեղ։ Հիմա այս վակուումային ժամանակահատվածը, որը որ մոտավորապես 2022 թվականից մինչև այսօր է, մենք ո՞նց ենք օգտագործել, որ հետո նորից նրանք թրփոշանալու ժամանակ մենք մեր մասով թույլ չտանք նրանք տարածվեն։ Բայց սուրբ տեղը ունայն չի մնում, եթե ինչ-որ մեկը դուրս է շպրտվում, մյուսն է գալիս, այն պոտենցիալը, որ դու պետք է ունենաս, որ թույլ չտաս այն, որ գա, այն էլ պետք է չկարանա գա, է։ Հիմա ասում են Ամերիկան է եկել այստեղ։ Չգիտեմ։ Չեմ հավատում։ Թույլ տվեք չհավատալ եւ չվստահել։ Ինչու։ Տառապանքս փորձ ունի։ Հավատացել եմ, խաբել են։ Հիմա ինչ պետք է անել նոյեմբերի 9-ի փաստաթղթը, ընդհանրապես դա Չկա կա։ փաստաթուղթը վերջ։ Մի խոսացեք այդ փաստաթղթից, գոյություն չունի։ Բայց դեռ ոչ մի կողմ չի հայտարարել դրա Օբյեկտը գոյություն չունի, փաստաթուղթը գոյություն չունի։ Հայտարարեն, չհայտարարեն։ Ինչ պետք է անել։ Գնալ փոփոխությունների։ Կկարողանանք իբրև ազգ համախմբվել ազգային ուժերի շուրջ։ Շանս կունենանք։ Չենք կարողանա։ Շանս չենք ունենա։ Ամեն ինչ շատ պարզ է։ Եվ այսպեսի մի բան կա, մոտեցում կա իշխանության կողմից, ասում են, որ չեն ուզում խաղաղություն, դրա համար են ասում, որ օգոստոսի 8-ը վատն էր, այնինչ ասում է, էլ չեն կրակում սահմաններին, էլ զինվորի զոհվելու մասին չենք լսում։ Որտեւ Եվրամիության դիտորդական առաքելություն այնտեղ կա, հələ հանիտես ինչ է կատարվելու։ Ինչ խաղաղություն, ինչ ես խոսում։ Ով չի ուզում, այդ որ մի աննորմալ խաղաղություն չի ուզում։ Հիմա 26-ի ընտրությունները լինելու է խաղաղություն թե պատերազմ բանավեճի շուրջ։ Ես էլ ասելու եմ, որ ժողովուրդ ջան, եկեք համախմբվեք խաղաղության շուրջը, որտեղ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մեզ տանում է ուղիղ պատերազմի գեհենի մեջ։ Ուղիղ, այդպես քաղաքականությունը բերելու է փորձանք մեր գլխին։ Եկեք կենտրոնացեք խաղաղության շուրջ, իսկ խաղաղությունը դա արժանապատիվ խաղաղություն է, երբ որ քեզ ուղղակի չեն կարողանում նվաճեն ու դու վայելում ես այդ խաղաղությունը։ Դրա համար աշխատանք է պետք, պետք է աշխատենք։ Ժողովուրդ ջան, դուք հայերը սովորեք, քիչ աշխատեք, շատ ունենաք։ Չէ, լավ ապրելու համար, անվտանգ ապրելու համար պետք է շատ սկզբից շատ ենք աշխատելու, քիչ ունենանք, հետո շատ ենք աշխատելու, միջին ունենանք, հետո շատ ենք աշխատելու, շատ ունենանք, հետո միջին ենք աշխատելու, շատ ունենանք։ Այդտենց է լինելու։ Բայց կարող է այն, որ միջին են աշխատում, շատ են ունենում, դեռ թորնիկները հասնեն դրան։ Բայց ոչինչ, ձեր թորնիկները արժանի են, որ դուք հիմա շատ աշխատեք, բայց քիչ ունեք։ Պարոն Սիմոնյան, այս իրավիճակում առավելագույնը որն էր, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր հասնել, բայց չի արել եւ ինչպես դուք եք նշում, ոչ արժանապատիվ խաղաղության է հասել։ Չկորցնել Արցախը։ Չպարտվել պատերազմում։ Ասում են դա Հայաստանի պետականություն, դրա գինը լինելու էր Հայաստանի պետականություն։ Խափում են։ Ընդհակառակը, Հայաստանի պետականությունը շատ ավելի հզորացված կարգավիճակում կլիներ հիմա։ Նիկոլ Փաշինյանը իզովի էր չկորցնել Արցախը, չպարտվել պատերազմում։ Կարող էր պարտվել ճակատամարտում, բայց ոչ պատերազմում։ Ես հաշիվ եմ տալիս իմ բառերի համար։ Եվ հիմա դուք այս մրցապայքարը ինչպես եք պատկերացնում, Նիկոլ Փաշինյանն է, իրեն հարող քաղաքական ուժերն են եւ ռուսական թևի ուժերն են, նախկին նախագահները, գործարարներ, գիծ եք հաշել եւ այդ գծից այն կողմ Լուսանսկում հայտնվել են բոլոր ձեռնշած ուժերը։ Գծից այս կողմ ժողովուրդը եթե կենտրոնացավ, որոշում կայացվեց, ընտրեց գծից այս կողմ, նշանակում է ժողովուրդը փոխում է իր դառը ճակատագիրը հնարավորությամբ։ Եթե չփոխեց, ապա ինչ ասեմ, թողելի խարխափի, նախքին ներկա, կարմիր կապույտ, սև, սպիտակ։
Գծից այս կողմ։ Գիծը կա արդեն։ Գծից այն կողմ, եթե քո ֆոկուսը անընդհատ ընդեղ է, Զիգմունդ Ֆրեյդը ասում է, եթե երկար ժամանակ դուք նայում եք անդունդին, անդունդը սկսում է նայել ձեզ։ Հերիք նայեք անդունդին։ Գծից այս կողմ նայեք։ Հիմա ժողովրդի մեծ մասը այդ կարգախոսով չի գնալ ընտրության գտնեն, որտեղ բարեկամ ունեն, դուք մեդիա դաշտի բաժանաղը որ ցուցակում են, ստայդում գնան քվեարկության։ Դե ուրեմն թող չբողոքեն տարագիր լինելու, ցեղասպանված լինելու, ունեզրկված լինելու ճակատագրից։ Դուք մեդիա դաշտի կարկառու ներկայացուցիչներից եք։ Ես քաղաքական գործիչ վերլուծաբաններ, նման էլի մարտիկներ կան հանուն ճշմարտության։ Մեր խնդիրը ո՞րն է, բա մեր արած գործի անունն ինչ է, որ չբացատրենք ժողովրդին։ Իսկ ժողովուրդը այդքան էլ պարզունակ չի, ոնց որ մարդիկ կարծում են։ Ժողովուրդը բնական իմաստություն ունի, շատ լավ էլ հասկանում են մարդիկ։ Եվ հիմա մի էսպիսի բան է եկել, որ Հայաստանն այդ ինչ դարձավ, որ միութենական միություն չկազմի Ռուսաստանի հետ։ Գյումրու քաղաքապետի, ինչ դարձավ։ Գյումրու քաղաքապետի։ Բայց ոչ էլ ուզում եմ մեկնաբանեմ։ Առհասարակ չեմ էլ ուզում մեկնաբան։ Կարելի է ամենը տենց ինչ-որ մի հատ բառային փորլուծություն մեկնաբանել։ Կարևոր բաների մասին արդեն խոսել ենք, մի հատ լավ դրական նոտա պետք է ասել, ավարտել ես մեր զրույցը։ Հա, պարզապես նա երկրորդ քաղաքի քաղաքապետն է նրան։ Ինչ չի հետաքրքրում դա առհասարակ։ Նման կերպարների վերլուծությունները, նրանց մոտեցումները, նրանց հուզական, հուզապաթետիկ զեղումները ինչ չի հետաքրքրում։ Եվ ես իմ ժամանակը իմ անձը շատ եմ հարգում, որ մտնեմ այդ խոսույթի մեջ քննարկեմ, ում քննարկեմ ես։ Այդ մարդիկ քվե ունեն։ Քվե չունեն։ Շատ լավ էլ տեսնում ենք ոնց են դառնում քաղաքապետ եւ քանի տոկոսն է գնում մասնակցում։ Այդ ինչ քվե է։ Եկեք անցնենք ուրիշ հարցերին։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, իմ հարցերը շնորհակալ եմ։